Չեմ հավատում։ Հիմա վեր կգնանք կնստեք։ Հայկ էլի սկսեցիր։ Սա քո տեղն է, չէ՞։ Հայկ այդ մեր երկուսի տեղն է։ Հիմա դու նստած ես։ Ինչի պիտի վեր կենաս, որ ես նստեմ։ Ես տեղ կնստեմ։ Այն հավաքարարին ինչ ես կոպտել համո։ Եթե այդ զրույցին ներկա լինեիր, ատեն չէիր խոսա։ Ուզում ես ասել դու նրան չես կոպտել։ Բոլորովին։ Ես նրան գրագետ լեզվով բացատրեցի, որ իրա պահանջած գումարը մենք ի վիճակի չենք տալու։ Մի փոքր ճշտում, ոչ թե մենք, այլ դու։ Չհասկացա, հայ։ Դու ես փոքր տարածքը մաքրելու համար պատրաստ ես օրական 2000 դրամ փող տալ, հա։ Հա, պատրաստ եմ, եւ գիտես ինչի համար։ Գիտեմ։ Սեդային չնեղացնելու համար։ Հա, ու դա քո մտքով հենց հիմա անցավ, քանի որ դու քո արարքով արդեն նեղացրել ես Սեդային։ Հայ, ես միտում չեմ ունեցել Սեդային նեղացնելու։ Հա, դու մտածում ես քո այդ արարքով Սեդան կհեչանկանա, հա։ Բայց չեմ հասկանում։ Եթե այդ կինը 5000 դրամ պահանջեր, դու Սեդային չնեղացնելու համար պատրաստ էիր այդքան վճարել, հա։ Չէ, իհարկե։ Այդ ժամանակ չէինք համաձայն, պարզ է։ Ինչի։ Բա Սեդան։ Մենք երկուսն էլ համոզված ենք, չէ՞ որ Սեդան խելացի կին է։ Համոզված ենք, չէ՞ համո։ Հա։ Բայց դա ինչ կապ ունի։ Ունի որ հարցնում եմ։ Խելացի կին է թե չէ։ Հա, խելացի է։ Դրանից հետևությունը եթե այդ կինը 5000 դրամ պահանջեր, Սեդան նրան այստեղ չէր բերի։ Համաձայն ես թե չէ։ Հա, համաձայն եմ։ Բայց 2000-ն էլ է շատ։ Չէ, համո, նորմալ թիվ է։ Ասի Հայկ, ինչ ուզում ես արա, հա։ Ոնց ուզում ես արա։ Ես պարզապես չեմ ուզում վատամարդ դուրս գամ։ Չէ, ինձ գիտես ինչ դա հիասթափեց։ Գիտես։ Քո անսահման ժլատությունը։ Դու մոռացել ես, որ մենք նպատակ ենք դրել, եթե հարստանանք, օգնենք այն մարդկանց, ովքեր դրա կարիք ունեն։ Բայց մենք դեռ չենք հարստացել։ Մենք ինչքան պիտի հարստանանք։ Քանի միլիարդ պիտի աշխատենք, որ հավաքարարին 2000 դրամ տանք։ Սենց որ գնա, մենք միլիոն էլ չենք աշխատի։ Այն սովետական ժամանակներում մի հատ հիասքանչ ֆիլմ կար։ Ամենադեպս իմ պատանեկության ամենահրաշալի ֆիլմերից մեկն էր։ Ոսկեհորդը հիշում ես։ Հա, լավ հիշում։ Հիշում ես Հոստալ Բենդերը ինչ է հարցնում Շուրային։ Ձեզ որքան գումար է պետք երջանիկ լինելու համար Շուրա։ Հիմա ձեզ որքան գումար է պետք լիովին երջանիկ լինելու համար Համլետ։ Որքան շատ այնքան լավ։ Պարզունակ պատասխանները ձեզ պատիվ չեն բերում, իշխան։ Հա, կոնկրետ թիվ ես ուզում, հա։ Հա։ Դուրն թող մտածեմ։ Հա, կարճ, չէ, ապեր, չէ, չեմ կարա գամ։ Հիվանդ չեմ, չէ, ուղղակի տրամադրություն չունեմ։ Դե հո համոզելով չի, ապեր, դե մենակ գնա։ Հա, լավ, բարի գիշեր։ Ես ինչ եղել, ոչ խոսում ես, հա, ինչ եղել։ Չգիտեմ։ Դա լավ, ով կիման, ասա, զանգեմ հարցնեմ, ասա։ Ուֆ Արման, արդեն ամեն ինչ նորմալ է, վերջ անցավ։ Հաստատ նորմալ է։ Թե չես ուզում, որ իմանամ ինչ է հետդ կատարվում։ Կարող է ես ինչ-որ սխալ բան եմ արել։ Չէ, դու ոչ մի բան էլ սխալ չես արել։ Կարող է պապայի վերաբերմունքը դուր չի գալիս։ Աշոտն էլ կապ չունի, Արման։ Բայց սեղանի մոտ ասում, խոսում էիր, լավ տրամադրություն ունեիր, հետո ինչ եղավ։ Դե արդեն ասեցի, որ այս ժամերին ես հաց չեմ ուտում։ Դրա համար էլ մի քիչ վատ զգացի, բայց արդեն լավ եմ։ Զանգեմ խոհարարին ասեմ,
Էդ ինչ ես արել, որ ես աղջիկը լավ չի զգում է։ Հա, զանգեմ։ Խոհարարը կապ չունի Արման։ Ուղղակի երևի օրգանիզմս լավ չընդունեց։ Հիմա արդեն լավ եմ զգում։ Հաստատ լավ ես զգում։ Բայց ես չէի կարծում, որ դու իմ մասին այդքան հոգ կտանես։ Ոնց դու իմ հյուրն ես։ Իսկ ես պիտի իմ հյուրերի մասին մտածեմ, որ տրամադրությունները բարձր լինի, ամեն ինչ լավ լինի։ Մենակ հյուրդ եմ, հա։ Դա ոնց ասեմ։ Թանկ հյուրս ես։ Էդ էլ չբավարարեց։ Մի բան մտածի։ Ճիշտն ասած, ես չգիտեի, որ այդ պահեստապետը քո ծանոթն է։ Աշոտ, այդ պահեստապետի անունը Արշակ է։ Չես կարում հիշես, թե չես ուզում։ Այդ մարդու անունը իմ համար կարևոր չի։ Ու ասեմ քեզ, որ Արշակը ոչ թե իմ ծանոթն է, այլ ինձ հարազատ մարդ է։ Քեզ թե Վարդանին։ Լավ էլ գիտես։ Ոնց որ միշտ։ Ու այդքան բան իմանալուց հետո, թե ում մասին է խոսքը, դու այդ բանը չպետք է անեիր։ Մարատ, այդ Արշակին գործից անել իմ գաղափարը չի։ Ու ես վերջերս եմ իմացել, որ այդ շուկայում այդպես մարդ է աշխատում։ Ճիշտ է, քո գաղափարը չի, բայց քեզ են հանձնարարել, չէ՞։ Մարատ, ես ոչ մեկից հանձնարարություններ չեմ ստանում։ Ինձ խնդրել են, ես էլ այդ գործով զբաղվել եմ։ Խնդրել է, հա։ Հա, խնդրել են, ու երևի գիտես թե ով։ Հա, գիտեմ։ Դե եթե գիտես, Մարատ, ուրեմն ինձնից պահանջելու բան պիտի չունենաս։ Ու դու երևի քեզ լավ կզգաս, երբ որ դիմեմ այդ մարդուն։ Բայց այդ մարդը չի ասի, միջև ինձ դիմել է մի հատ Աշոտի հետ խոսայիր, կասի, չէ։ Դե դու էլ կասես, որ հանդիպել ենք։ Փաստորեն չես ուզում, որ մենք երկուսով այդ հարցը լուծենք։ Շատ եմ ուզում, բայց ինչ անեմ։ Լավ։ Ուրեմն ես կխոսամ այն մարդու հետ, որը քեզ խնդրել է։ Արդ։ Ասա։ Ոստի։ Ինչ ես մի անգամից ամեն ինչ բարդացնում։ Եթե քո համար այդքան պետք է, ես կխոսամ այդ մարդու հետ ու մի բան կորոշենք։ Արշակը պիտի աշխատի նույն տեղում։ Դե եթե այդքան ուզում ես, ուրեմն կաշխատի։